Պարոն Թևանյան, ինչպես եք գնահատում ձեր թեկնածուի, կոնկրետ Գրիշա Հարությունյանի շանսերը, ինչ նպատակ ունի ձեր մասնակցությունը եւ համապետական ընտրություններից առաջ արդյոք սա դիտարկում եք որպես ստուգատեսի նման մի բան։ Նախ մեր թեկնածուի մասով ասեմ, որ Գրիշա Հարությունյանը ունի համայնքի կառավարման փորձ, երկար տարիներ ղեկավարել է Դողս համայնքը, բայց միայն նա չէ, որ փորձառու է մեր թիմում, կան նաև այլ համայնքի ղեկավար աշխատած մարդիկ եւ այդ առումով մենք բավական հաջող թիմ ունենք եւ բարձր ենք գնահատում մեր հնարավորությունները։ Մեր նվազագույն նպատակը այս ընտրություններում ՔՊ-ին իշխանազրկելն է, առավելագույն իշխանության պատասխանատվությունը ստանձնելը ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիայի միջոցով, որի ավանգարդի դերում հավակնում ենք լինել մենք։ Ինչ վերաբերում է ստուգատեսին, այո, 26-ից առաջ սա կարելի ասել կիսաեզրափակիչի պես մի բան է եւ շատ կարեւոր է, որպեսզի հոգեվոր մայրաքաղաքը իր խոսքը ասի։ Դրա հնարավորությունները մենք տեսնում ենք եւ կարծում ենք, որ բարձր մասնակցության պարագայում քաղաքացիական պայմանագիրը որքան էլ որ վարչական ռեսուրս կիրառի, դատապարտված է պարտության։ Այս առումով մենք լիահույս ենք, որ վաղ շաբաթցիները ակտիվ կմասնակցեն ընտրություններին, որովհետև սա շատ կարևոր ընտրություն է, ոչ միայն քաղաքային, այլ քաղաքական եւ արժեհամակարգային նշանակության, հատկապես հաշվի առնելով այն, որ հարձակման է ենթարկվում հայ առաքելական եկեղեցին եւ հայ առաքելական եկեղեցու պաշտպանությունը նաեւ այս ընտրությունների միջոցով կարող է տեղի ունենալ։ Իսկ քանի որ խոսք գնաց եկեղեցու հետ կապված գործընթացներին, վերջերս հրապարակվեց համացանցում կաթողիկոսի հետ կապված ձայնագրություն, խոսքը Նաթան Սրբազանի հետ կապված այդ ձայնագրության մասին է, որտեղ են տանում այս գործընթացները, արդյոք կգնան կաթողիկոսին կալանավորելու։ Նիկոլ Փաշինյանը գործում է Փաշազադեի հրահանգով եւ Ադրբեջանի ցանկությամբ եւ այս ամեն ինչը մենք դիտարկում ենք հենց այդ տրամաբանության մեջ։ Մնացածը դետալների մեջ չեմ ուզում մտնել, բացարձակապես այդ դետալները չեն արտահայտում այն խնդիրները, որոնք առկա են Հայաստանում են առումով, որ եկեղեցու դեմ արշավը չի մեր օրակարգային հարցը, դա Ադրբեջանի համար է օրակարգային հարց, որպեսզի հայկական ինքնությանը հարվածի, որպեսզի քանդի, կազմաքանդի մեր պետությունը, իսկ եկեղեցին կարելի ասել ինքնության կարևորագույն հենասյուներից է եւ այս առումով այդ հարձակումը հենց Ադրբեջանը հաճո գործընթաց է, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը եւ հերթական անգամ բավարարում է Թուրքիայի ու Ադրբեջանի նախապայմանները։ Իսկ որ ուժերի հետ եք պատրաստվում, եթե 50+1-ը չստացվի, կոալիցիա կազմել եւ որ ուժերի հետ բացառում եք այդ կոալիցիան։ Տեսեք, մենք արդեն հայտարարել ենք մեր սկզբունքները ընտրություններից առաջ, բացառվում է բնականաբար ՔՊ-ն եւ նրա արբանյակները, տվյալ դեպքում թուրքական 5-րդ շարասան ներկայացուցիչ կա Հանրապետություն կուսակցությունով, որը յուրօրինակ ուրացողների դաշինք է կազմել ՔՊ-ի հետ, մեկը ուրացել է եղբոր արած գործը, մյուսը ուրանում է հոր արած գործը, այս առումով մենք նրանց հետ ընդհանուր ճանապարհ չունենք գնալու։ Մյուսների հետ նրանք ովքեր կհայտարարեն իրենց սկզբունքները եւ ընդդիմադիր դաշտից հանդես կգան, մենք պատրաստ ենք համագործակցության։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։